Ական 86 Անմահական 90-ականներին սգո սրա հասկացություն չկար, ծիսակարգերը համաբակային աշխատանքների արդյունք էին, ամեն բակում մեկը կար, ով ողջ գործընթացը հմուտ կերպով ղեկավարում էր, սովորաբար կազմակերպիչը բազմաթիվ օգնականներ էր ունենում, որոնք մանր-մունր գործերով այս ու այն կողմ էին վազվզում, հանգուցյալի բնակարան լեւի լույս քաշել, տարածքը մաքրել տալ, մեքենաները բակից դուրս հանել, իշավոտնուկները շարել եւ այդպես շարունակ։ Շատ բան փոխվեց, բայց բիսեդկա կոչված զրուցարաններում տեղի ունեցող զրույցների բովանդակությունը գրեթե չի փոխվել։ Հազար ափսոս, ինչ ասեմ, համբերություն ձեզ, չապրած տարիները դուք ապրեք, քանի տարեկան էր։ 94 էր, բայց առանց ակնոց ասեղ էր թելում։ Այ ախպեր պապդ խի էր ասեղ թելում, դո ես շատ գիտեմ, թելում էր էլի։ Ախր ես վերջերս լավ էր, բայց զգում էր ապեր, ասում էր կմեռնեմ կգնամ, նոր կհասկանաք ինչ եք կորցրել։ Մալադեց նորոյին, տեսար հորը ոնց կատաֆալկով տարավ, ճոխել քելեղ տվեց, թևդ մտնեմ արաղով, լիտրանոց սոկեղենով, մալադեց ախպեր, մալադեց։ Ինչպես հատուկ է նման իրավիճակներում, տարեց մարդկանց թաղումներին մի փոքրիկ դրվագից ծիծաղը բորբոքվում եւ վարակում է մարդկանց։ Բակի պապիկներից մեկն էր մահացել, կանգնած զրուցում էինք։ Տղեկ քելեխը որտեղ ա, դե երևի տունն ա էլի։ Չէ, դժվար տունը լինի, երևի զալում ա։ 9 տարեկան տարոնից անսպասելի հարց հնչեց։ Տղերք, քելեխը ով ա, լավ էլի տարոնիկ, թող ապրենք։ Նույն օրվանից Գագեն կարմիր վեդրոյի ջուր լցնող աղջկան հավանել եմ, հլը ճշտի Հայկոյին ինչ բարեկամա։ Այն որ գնում գալի մոտը լվացվում է իր այդ աղջիկը, լավա գլուխդ չլվացիր այ ախպեր, չես հիշում ով ա, 10 օր առաջ նառայի հարսնաքուրն էր, փաստորեն աչքաբաց աղջիկա, միշտ ձեռը գործ կա։ Հովհարային անջատումները չէին վերաբերում այն լամպճկային, որը պետք է լուսավորեր շքամուտքը, որտեղ մարդ էր մահանում։ Թաղայինը իրեն երբեք թույլ չէր տա հարցնել, թե որտեղից այդ լույսը։ Կային չգրված օրենքներ, որոնց բոլորը ենթարկվում էին։ Իրա մահով ա մահացել։ Չէ, քո մահով ա մահացել։ 94 տարեկան մարդ էր, որ ասեմ խփել են, կհավատաս։ Դե հիմա կարող ա պարաշուտը չի բացվել, ես ինչ իմանամ։ Բազմաբնույթ խոսակցությունները եւ քննարկումները ամենուրեք շրջանառվում էին, բայց լուրջ որոշումները սովորաբար բիսեդկա զրուցարանում էին տեղի ունենում։ Մի չարաբաստիկ օր բիսեդկայում մենք ընկերներով եւս կարևոր որոշում կայացրինք, 10-ից 12 տարեկան էինք։ Դաժան լուրից հետո ամեն մեկս մի քար վերցրած բիսեդկայից դուրս եկանք, վազեցինք ճլվլիկի պատուհանի ուղությամբ, որ փշրեինք։ Մեր կարծիքով նրա անեծքի պատճառով էր Սակը ավտոբուսի տակ ընկել։ 12-րդ տականում խոսել եմ մեր ընկերոջ Սաքոյի մասին, որը 96 թվականի ապրիլի 24-ին 13 տարեկանում Կոմիտաս փողոցի վրա վրաերթի ենթարկվեց։ Դժբախտ պատահար էր, բայց մենք մեղավոր էինք փնտրում, որ քարկոծեինք, ու մեր կարծիքով այդ մեղավորը բաթլային անեծքի չեմպիոն ճլվլիկն էր, այդ անմեղսունակ միտքը կորցրած լեզուն խղճից կտրած կինը, որն անցող դարձողներին պատուհանից կախված անիծում ու անիծում էր։ Այդ կնոջից բոլորը խուսափում էին, որ ավելորդ անեծքի տակ չընկնեն։ Ասում էին, ճլվլիկը անեծքով օդում ծիտել ա խփում։ Ինչ ասես խոսում էին, բայց մենք բանի տեղ չէինք դնում, գժվացնում էինք։ Դեպքից մեկ օր առաջ ճլվլիկին գժվացնելու համար Սակը մի մեծ դիմշաշկա էր սարքել, ծուխարցակ։ Ախր պատմելու բան էլ չի։ Հիշողները կհիշեն, թե ինչ առատ ծուխ էր դուրս գալիս ֆոլգայի միջից։ Պինգ-պոնգի ջարդած շարիկներով էինք սարքում, բայց ոնց բնականաբար չեմ ասի։ Մի խոսքով Սաքոյի սարքած դիմշաշկեն այնքան հզոր էր, որ ճլվլիկի անեծքներին շենքից շատերը ձայնակցեցին։ Մեզ մոտ հատկապես տպավորվել էր այն, որ ճլվլիկը Սաքին անիծելիս հստակ օր էր նշել։ Կյանքդ մեռնի, վաղվանից օր ու արև չունենաս։ Կատաղած երեխաներ էինք, իրար նայեցինք, նշաններով որոշեցինք ու լացել գորգորալով բիսեդկայից դուրս եկանք, ճլվլիկի պատուհանի կողմ վազեցինք։ Մեծերը միացան մեր վազքին, որ չթողնեն։ Երեխեք, գիշ կնիկա, ինքը մեղավոր չի, հանկարծ պատուհանները չջարդեք։ Բայց արդեն ուշ էր։
Բնականաբար րոպեներ հետո թաղայինը եկավ ու հետո երեխեք, ձեր ընկերը փրկվեց, որ այդ կնգանը մի բան լիներ, ձեզ մանկական գաղութ էին տանելու, գիտեք ինչ վախենալու տեղ ա։ Մենք վախենալու բան չունենք, սխալ բան չենք արել, մեր ընկերոջ վրեժն ենք լուծել, ասաց Արոն, որն այդ պահին 11 տարեկան էր։ Մենք այդքան հավատում էինք անեծքի ուժին, բայց չգիտեինք, որ աղոթքով կարող ենք չեզոքացնել այն։ Ամեն ինչն էր թերի, կրթվածությունը, հագուստը, սնունդը, ինֆորմացիան, հարմարավետությունը։ Միայն ընկերություն անելն էր անթերի։ Իրար համար պատրաստ էինք կռվել, մեռնել, ապրել։ Մենք բակերում շատ բաներ էինք տեսել ու լսել, հստակ կարողանում էինք լավը վատից տարբերել։ Մեր աչքի առաջ բազմաթիվ դեպքեր ու կարևոր դիպվածներ էին լինում, բակային դաստիարակությունը շատ ավելի կարևոր տեղ էր զբաղեցնում։ Դա կյանքի դպրոցն էր, որի տարրական դասարանից մեր ընկերը դուրս մնաց, իսկ մենք շարունակեցինք ապրել։ Եթե հանկարծ այդպես չլիներ ու սաքը ավտոբուսը շրջանցեր ու հացերը ձեռքին բակ վերադառնար, միգուցե մենք այսօր ավելի լավ աշխարհում ապրեինք։ Չէ՞ որ նա ապագայի համար մեծ պլաններ ուներ, ուզում էր աշխարհը փոխեր ու կփոխեր։ Տղեկ, գիտեք, չէ, մի 30 տարի հետո մարդկանց փոխարեն ուրիշներն են մտածելու։ Դրանց մտքով էլ ինչ ասես կարա անցնի, պտի չթողենք։ Գիտեմ ինչ անենք, որ տենց չլինի։ Հեսա ապրիլի 24-ից հետո կպատմեմ ինչ եմ որոշել։